Ադրբեջանի հետ խաղաղության երաշխիքը ձեռք բերված եւ ապագայում ձեռք բերվելիք պայմանավորվածությունների փոխշահավետությունն է Հայաստանի, Ադրբեջանի եւ տարածաշրջանի մյուս երկրների համար։ Օրբելի ֆորում կառուցելով խաղաղություն եւ բազմակողմանի համագործակցություն խորագիրը կրող միջազգային համաժողովին Միրզոյանի խոսքն է։ Փոխշահավետությունն է, որ հարատևություն երկարատև կյանք է հաղորդելու ստորագրվելիք խաղաղության համաձայնագրին։ Այսօր Մոսկվայում հանդիպել են Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարներ Արմեն Գրիգորյանն ու Սերգեյ Շոյգուն, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտնել է, որ Կովկասում տիրող իրավիճակը պահանջում է մշտական ուշադրություն։ Գրիգորյանն էլ վստահեցրել, որ պատրաստ է մանրամասներով կիսվել տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, ապա շնորհակալություն հայտնել հանդիպման հնարավորության համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Առողջապահության համընդհանուր ապահովագրությունը պլանավորվում է ներդնել 2026-ի հունվարից։ Ըստ առողջապահության նախարարի փաթեթում ներառված ծառայությունները ընտրվել են հաշվի առնելով, թե Հայաստանում ինչից են մարդիկ ամենաշատը հիվանդանում, ինչից հաշմանդամություն ձեռք բերում եւ ինչից մահանում։ Առանձնացվել են առաջնակարգ ծառայությունները։ Անդրադառնալով փաթեթի արժեքին տեղեկացրել է, տարեկան այն կազմելու է 129.600 դրամ, սակայն սոցիալական խմբերի համար կվճարի պետությունը, իսկ 200.000 եւ ավելի ստացողները 2026-ին այդ ծախսը չեն զգա։ Ծափաթաղում սպանված 3-ամյա երեխայի քույրն ու 3 եղբայրները տեղափոխվել են Հով երեխաների պաշտպանության կենտրոն։